Այսպիսով ես շատ բան չեմ օգտագործելու այսօր, ընդամենը 2 բաղադրիչ, 3 բաղադրիչ, լավ 4 միսը ուրեմն հավի միսն է կտրատված, տեսեք ջրի մեջ եմ դրել, նոր եմ հանես հարցարանից, այսքան կարտոֆիլը մի քիչ շատ է, ես շատ եմ սիրում, որ սոուսի մեջ կարտոֆիլը շատ է լինում, մեզ պետք է լինելու թարմ համեմ, սառնարանում է, էլ չհանեմ հիմա, պետք է լինելու տոմատի մածուկ ջրով բացած, մեկ էլ համեմունքներ, խմելի սունելի, համեմի աղացած սերմ, կարմիր ուրեմն պապրիկա, սև բիբար, մեկ էլ աղ, մեկ է բուսայուղ, այսքան բան։ Սկսենք կարտոֆիլից, ոնց նկատում եք միջին կարտոֆիլներն եմ վերցրել, մաքրել եմ արդեն, թե սենց բաներ են լինում, հեռացնենք միանգամից, կարտոֆիլը բաժանում ենք խոշոր մասերի, կարանք հենց սենց թողենք, կարանք բաժանենք այսենց 2 մասի, հենց էլ կանենք, այսպիսի կտորներ են մեզ պետք գալու կարտոֆիլի համար, կարակ իհարկե ավելի մարացնեք, բայց ես իմաց չեմ տեսնում, ամենաճիշտը սենց է, իմ կարծիքով, միսը արդեն կտրատված է, հիմա մի հատ լվալու եմ, փոխելու եմ ջուրը, լավ լվալու եմ, ու ինչ է մեզ մնացել ստեղ, փաստորեն, մնացել է կտրատել մենակ թարմ համեմը, ձեր հետ միասին, այսպիսի մի պարզագույն, ուրեմն ուտեստ եմ ձեզ ներկայացնում, բայց ով փորձել է կհասկանա, թե ինչ համեղ է այս ամենը, թարմ համեմը լավ լվալուց հետո, այսպես կտրատում ենք, էլի վերջում ենք ավելացնելու, այսպես, վերջ, այսքան պարզ բաներ, հիմա միանգամից մոտենանք կրակին, սկսենք պատրաստել առանց ժամանակ ծախսելու, թարմ համեմը դեռևս դնում ենք սառնարան, տոպրակի տակ անպայման և մինչև պատրաստելը եկեք ձեզ արդեն ըստ տրադիցիայի ցույց տամ ևս մեկ բան, նոր անցնենք գործի։ Իսկ ցույց եմ տալիս ձեզ այսօր այս հրաշքը, դե գիտեք սա ինչ է, չխորանամ, ով չգիտի ասեմ, ազնվամորու մուրաբայա, որը մենք չենք եփում, այլ իրան հենց սենց ենք օգտագործելու, շաքարավազով խառնել ենք, դնելու ենք, լցնելու ենք բանկաների մեջ, տեղափոխենք սառնարան ողջ ձմռան համար։ Նախ և առաջ թաս ենք վերցնում խորը, չորացնում ենք, լցնում ենք բուսայուղ, կարակ է լցնեք, այսքան հերիքա, մոտ ինչքան ասեմ 100 մլ-ի չափով ավել պետք չի, միանգամից ավելացնում ենք հավի կտորները ու կարմրացնում ենք բոլոր կողմերից, սենց ասեմ, ժարիտ ենք անում, ընթացքում աղել կավելացնենք, հավը իմ մոտ կես հավը, կես միջին հավ, մոտ չքան ասեմ 800 գրամի չափով միսա, տարբեր կտորներ, այսենց, բոլորը ժարիտ ենք անում հավեսով, կարմրացնում ենք, կրկնում եմ, համեմունքները բաները արդեն ընթացքում կավելացնենք, ոնց պետք է։ Միանգամից ասեմ, որ եթե սոխ եք տապակելու, կարակ հավի ուրեմն այդպատ լինելու կեսից արդեն ավելացնեք սոխը, բայց քանի որ ես սոխ չեմ տապակում այսօր, հանգիստ տապակում ենք, ընթացքում ավելացնում ենք կարտոֆիլը։ Խառնենք, այսենց, հանգիստ տապակում ենք առանց շտապելու հավի կտորները։ Մի փոքր ժամանակ անց արդեն ավելացնենք համեմունքները ու աղը։ Եկեք մի հատ էլ խառնենք, այսենց, եկեք աղը ավելացնենք, արդեն
Միանգամից համեմունքներն էլ հենց բուսայուղի մեջ, այսենց պապրիկան, սե բիբարը, խմելիս ունելին բոլորից կես թեյի գտալ, խմելին մի քիչ շատ մեկ, այսենց, և համեմի աղացած սերմը, շատ լավ համ գտա, շատ չենք ավելացնում, էլի կես թեյի գտալ, այսենց, եկեք խառնենք մի հատ էլ, սենց մոտ, տեսեք, կիսա եփա բնականաբար հավի միսը, վեր շատ շուտը, հենց սենց վիճակում մի քիչ, մի 2-3 րոպեից ավելացնում ենք կարտոֆիլը արդեն, ու արդեն իրար հետ ենք տապակում, մի հատ էլ խառնենք, այսենց, հոյս համեմունքներով լի բուսայուղի մեջ ես միսը լավ, այսենց տապակվի բոլոր կողմերից, այսենց, լավ է, ժամանակն է կարտոֆիլը ավելացնելու, ոնց նշեցի, ավելացնում եք ու արդեն իրար հետ ենք տապակում, բայց, չէ, բայց չկա, հիմա իրար հետ մի քիչ կտապակենք, հետո նոր կավելացնենք արդեն տոմատի մածուկը։ Սենց ասակ ժարիտ ենք անում, հավի միսը ու կարտոֆիլը միասին։ Հիմա ժամանակն է ավելացնելու տոմատի մածուկը, 1 կամ 2 ճաշի գտալ, այսենց, ավելացնենք, ու այս ամենը շարունակում ենք տապակել, արդեն տոմատի մածուկով, մի քիչ խառնենք, հիմա, այսենց, մոտ 1 րոպե անց արդեն կավելացնենք ջուրը, այնքան ենք ջուր ավելացնում, որ ծածկի կարտոֆիլը շատ չնչին, շատ քիչ, տեսնենք, մի հատ այսպես տարածենք, տեսնենք, մի պստլիկ էլ, այսենց, մենք պատրաստում ենք թանձր սոուս, մենք չենք պատրաստում ճաշ, իր համար այսքան ուրեմն ջուրը, այսքան բաղադրիչների համար լրիվ հերիք է, որ մի քիչ ծածկի կարտոֆիլը, կարակը իջացնում ենք հիմա ցածրի, մինիմալի ու հանգիստ արդեն փակ կափարիչով եփելու ենք, բայց մինչև այդ չենք մոռանում լուծել աղի հարցը, ոնց որ ես միշտ եմ ասում, կարակը հիմա իջացնեմ եւ աղի հարցը լուծենք, մեզ անհրաժեշտ է լինելու այսքանի համար նախնական կեսից մի քիչ ջաշի գտալ աղ, այսքան կլցնենք, սա դեսերտի գտալ է, մեկ ոչ լիքը, նորմալ է, եթե պետք լինի, հետո էլի կավելացնենք, հիմա ծածկում ենք կափարիչով, հանգիստ թողում ենք, որ եփի ցածր կրակով, այսպես, տեսնենք ինչ է մեր մոտ ստեղ կատարվում, տեսնում ենք, որ հանգիստ իր համար սիրուն եփվում է, թանձր ապուրիկ ենք ստանալու, շատ թանձր չի լինելու իհարկե, բայց շատ ջրիկ էլ չէ, այս ընթացքում այս հեղուկը էլ ավելի է քաշվելու, որտեղ կարտոֆիլը ինքը
փափկելու է, օսլա է արտադրելու ոնց ասի, բարձրացնելու այս ամեն ինչը։ Մի խոսքով դեռ շուտ է, ես ուզում եմ մի հատ այսպես խառնանք իրան։ Վախ, այս տենայք։ Հրաշք, կարտոֆիլը դեռ պինդ է, հենց որ շատ երկար ժամանակ ունենք եփելու։ Այս ապուրը շուտ չի եփվում, բայց կարա կարտոֆիլը տենց ավելի լավ ժարի տանեք ու ավելի շուտ եփեք։ Թողնում եմ ձեր հայցողությանը, երկու դեպքում էլ ընտիր է ստացվում այսքան բան։ Դե ինչ, ժողովուրդ ջան, տեսեք ոնց է քաշվե ջուրը, գրեթե կարանք էլի թողենք որ քաշվի, բայց իմ համար սենց լրիվ նորմալ է։ Միսը եփված է, կարտոֆիլը նոր ստուգեցի եփված է։ Հիմա այս մնացել է ավելացնել ստեղ կանաչին, ոնց ասում էի, մի քիչ թողեմ։ Մնացածը այսպես տեսեք ինչ շատ եմ ավելացնում։ Ահա, մնացածը թողնում ենք։ Այսպես մի հատ լավ խառնենք, այստեղ նայեք, հրաշք։ Հատ լավ խառնում ենք 1 րոպեի չափ, թողում ենք ու անջատում, կես րոպեի չափ նույնիսկ, 1 րոպեն շատ է։ Ինչի եմ թողում, կես րոպեի չափ, որտև ուզում եմ, որ մի քիչ մի թեթև ժամանակից շուտ փափկի կանաչին, որտև հիմա ես վայելելու եմ, ուտելու ենք, շատ կոշտ չլինի, սենց ասա։ Մի քանի վայրկյան պահում ենք, անջատում ենք ու արդեն կարանք մատուցենք այս հրաշքը։ Ահա, անջատեցինք, մոտեցանք սեղանին։ Դե ինչ հարգելի ընկերներ, հետևորդներ, ստեղ նայեք մի հատ, այս հրաշքին նայեք։ Կարծում եմ բառերն ավելորդ են, պետք է պատրաստեք, փորձեք ու հասկանաք, թե ինչ հրաշալի բաղադրատոմս է։